Պարոն Գասպարյան, երկարատև դադարից հետո վերջապես հանդիպեցինք, ինչպես եք։ Փառք Աստծո, Աստծո ողորմությամբ կանք, ապրում ենք, դեռ շարունակելու ենք ապրել հանուն հայրենիքի, հանուն մեր ժողովրդի։ Ես միշտ անգամներ ասել եմ, որ ես ունեմ առաքելություն երկրի վրա Աստծո կողմն է, քանի այդ առաքելությունս չի վերջացել, ես երկինք չեմ գնալու։ Պարոն Գասպարյան, երկար ժամանակ մարդկանց հետ շփումից զրկված էիք, հիմա ինչպես եք ձեզ զգում։ Ինչպես եք տեսնում նաև Հայաստանը։ Գիտեք, ես միջև ազատազրկումս շատ եմ խոսել այդ մասին, Հայաստան թե ինչպես եմ տեսնում, այն տեսլականը, այն տեսիլքը, այսպես ասեմ, որ ունեցել ենք, թե ուրա գնում Հայաստանը, վերջնական փուլում թեև շատ առհավիրքների միջով կարող անցնենք, բայց վերջնական փուլում հայ ժողովուրդը ունենալու է հաղթանակ։ Այդ հաղթանակի մասին ավելի ուշ կխոսենք։ Մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը զորահանդես է անցկացնելու Հանրապետության հրապարակում, զորահանդես է անցկացնելու Արցախի օկուպացիայից հետո, Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո, ու այն բանից հետո, երբ որ Հայաստանի սուվերեն տարածքներում ադրբեջանական ռազմական զինված ուժեր են տեղակայված, եւ դեռ Փաշինյանը խոսում է Հայաստանում ադրբեջանական ինչ-որ տարածքների մասին։ Ինչ զգացողություններ է սա ձեզ մոտ առաջացնում։ Գիտեք, եթե մեր հանդրությունը մի քիչ պատկերացում ունենա այս զորահանդեսը ինչի համար է, եթե այս մարդկանց խոսույթի մեջ ամեն օր այն կեղծ խաղաղության մասին, որ խոսվում է, ընդհանրապես պետությունները զորահանդես են անում ցուցադրելու իրանց ուժը, իրանց պոտենցիալը, թշնամու ցույց տալով, որ չփորձեք մեր վրա հարձակվելու, մենք ունենք այս, որ կարող ենք պաշտպանվել կամ հակահարված տալ ձեզ։ Ինչի համար արվում այս զորահանդեսը։ Այս զորահանդեսը արվում է ընտրություններից առաջ մարդկանց խաբելու համար, որովհետև գիտեք, նորից եմ ասում, զորահանդես անում է այն պետությունը, որ ցույց տա իր թշնամուն, որ մենք կանք, գոյություն ունենք, գիտեք, զորահանդես, նորից եմ ասում, այս զորահանդեսը, որը 8 տարվա մեջ չի արվել, բայց այսօր ընտրություններից առաջ արվում է, ընդամենը ընտրաշավի քարոզչություն է, որ տեսեք, մենք սա ունենք, գիտեք, ավելի քան 15, 14, 15 միլիարդ պարտք ենք վերցրել, նայեք ինչ ենք գնել, սա է ընդամենը ժողովրդի աչքերին թոս փչելու, ուղեղները լվալու, քվե մուրալու համար է։ Այսինքն այդ 8 միլիարդի արդարացումն է։ Այո, հենց այդ մասին խոսել են իրանք, որ մենք այդ գումարներով զենքեր ենք գնել եւ ցույց են տալու, որ տեսեք, մենք այդ գումարներով զենք են գնել, ընդամենը թոս փչելու համար 8 տարի չի եղել, ինչի հանգարց որոշեցին ընտրությունների նախաշեմին զորահանդես անել։ Ինչ զորահանդեսի մասին է խոսքը։ Ումը ցույց տալու։ Գիտեք, Ադրբեջանը ինչ պահանջել է, ստացել է։ Կա մի բան, որ Ալիևը ասել է ու Հայաստանը չի արել։ Չկա նման բան։ Ես այդպիսի բան, այսինքն դու այսօր ինչ Ալիևին ես ցույց տալիս քո զենքերը վախեցնելու համար, որ ինքը իր խոսույթով է ձեզ վախեցնում։ Իդեպ Ալիևի լռությունը այս մասով ձեզ չի զարմացնում։ Գիտեք, ես ուզում եմ Ալիևի ամբողջ քարոզչությունը իր բլոգերների միջոցով ես ընդհանրապես զարմանում եմ, գիտեք, այն մի ադրբեջանական բլոգեր կա, որ բացահայտ պաշտպանում է քաղաքական ուժին, քաղաքացիական պայմանագրին, բացահայտ, ոնց կարելի է հայ մարդը տեսնի, որ ադրբեջանական կամ թուրքական պրոպագանդան դրանց ամբողջ իրանց ներուժը ներդրված է քարոզչություն անելու մեկի համար եւ հայ ժողովուրդը գնան Քամրանի հետևից Նիկոլին ձեն տալու։ Սա աբսուրդ է, սա ոչ մի տեղ չի տեղավորվում, ոնց ուզում ես մտածի, չի տեղավորվում։ Այսինքն ինչ է նշանակում, իմ հարազատ եղբորս որդուն, իմ շատ ընկերներին սպանողները քարոզչություն են տանում, ով պիտի լինի Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ առաջնորդը։ Դե Նիկոլ Փաշինյանն ասում է, վերջ կոնֆլիկտին այլևս չկա Արցախյան հակամարտությունը, խաղաղություն ենք գնում, բարեկամություն ենք անելու, իսկ ՀՊԱ-ականները բարձրաստիճան ասում են, առևտուր ենք անելու, գնալու ենք, գանք։ Այսինքն առևտրով փոխենք կյանքեր, առևտրով փոխենք տարածքներ, մի քանի կոպեկի համար, ինչպես Հուդան Հիսուս Քրիստոսի ամբողջ գործունեությունը տեսնելով, նրա կյանքը տեսնելով, նրա բարեգործությունները, նրա այն սիրո
քարոշչությունը տեսնելով 30 արծաթով վաճառեց, այսօր մեր հայրենիքում կան մարդիկ, ովքեր իրանց իսկ պաշտպանին վաճառում են 30 արծաթով։ Իրանց իսկ պաշտպանին հայհոյում են ամենավերջի խոսքերով։ Ինչա որ մեկը ասի, գիտեք, այնպիսի տպավորություն է, որ դու իրավունք չունես քաղաքական ինչ-որ գործընթացի մասնակցես, երբ որ գործընթացի ես մասնակցում, հայտնվում են մի ամբողջ խումբ, չգիտեմ դրանք ինչ ազգեր են Հայաստանում, յան ազգանուններով ու սկսում են հայուել, բայց այն ժամանակ, որ մենք գնում էինք ձեզ պաշտպանելու, խի չէիք հայուհում մեզ։ Այս նամակները, ես պահել եմ այդ նամակները, գիտեք, պատերազմի ժամանակ, երբ որ մեզ տեղից օգնություններ էր գալիս, ուտելիք, շոր, մեջները նամակ կար, թե դպրոցականների, թե տատիկների, թե մայրիկների, ես պահել եմ որոշակի նամակներ, որ խնդրում էին մեզ, որ կռվենք, չզոհվենք, պայքարենք, բայց այսօր այդ նույն մարդիկ հայուում են մեզ։ Բայց դա կոնկրետ շրջանակ է, չէ՞ պարոն Գասպարյան, ոչ թե ամբողջ Գիտեք, հանրությունը։ ես ասեմ ինչ շրջանակ է։ Համացանցում լիքը թշնամու երկրից մարդիկ հայկական անուն ազգանուններով կայքեր են բացել։ Տեղեկատվական արշավ են իրականացնում։ Նրանք սկսում են հայուել, որոշակի մարդիկ, ովքեր մտածելու ունակ չունեն, միավորվում են դրանց հետ առանց հասկանալու, թե ով են սրանք ու սկսում են հայուել։ Այն երեխայից, պաշտպանից միջև, չգիտեմ, ումը սկսում են հայուել։ Դու իրավունք չունես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այս պետության պաշտպաներից մեկը, պետականությունը կառուցողներից մեկը, որ ուզում է մասնակցի խոսքի քաղաքական գործընթացի, սկսում են ամբողջը հայուել։ Ինչի համար։ Այսինքն դուք ժողովուրդը միավորվում է Քամրանին ու սկսում է գոռալ, չգիտեմ, Նիկոլ վարչապետ կամ այսինչը վարչապետ կամ այնինչը վարչապետ, չի լինում sense բան։ 100 տարի առաջ մենք այս ձև ցեղասպանվեցինք։ Այս ձև մենք հանձնեցինք Արցախը։ Ու այսօր բանը զորավարժություն անենք, թե տեսեք, մենք էլ երկու զորավարժություն դեռ չի արել։ զորահանդես անենք, թե տեսեք, մենք այն մի հատ խոսք կա, չէ՞, ասում է «Я тоже осетрина»։ Պարոն Գասպարյան, դուք խոսեցիք պատերազմից, Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ ազգային ժողովում շատ բուռն ելույթ ունեցավ, հայտարարեց փախած գեներալների մասին, փաստացի հերթական անգամ պարտության մեջ մեղադրելով բանակին։ Եթե կհիշեք, ես սրանից մի քանի տարի առաջ այդ մասին խոսել եմ, ես ասում էի կհանձնեն թշնամուն մեր գեներալներին, սա մեկը։ Երկրորդը խոսել եմ այն մասին, որ մեզ կհամարեն 90-ականների Արցախ ազատագրածներին կհամարեն ռազմական հանցագործներ ու կհանձնեն թշնամուն։ Դա շարունակվելու է, եթե մենք այսօր չբռնենք թշնամու ձեռքը։ Ինչպես բռնել թշնամու ձեռքը։ Մեր քվեով։ Պիտի գնանք ազգը այսօր պիտի ոտքի կանգնի, գնա ընտրատեղամաս քվեարկելու ընդդեմ այն մարդկանց, այն քաղաքական ուժին, ովքեր, չգիտեմ, ասեմ 30 տարի կամ 8 տարի կամ 10 տարի կամ 20 տարի, ովքեր հակահայկական գործողություններ են արել։ Ընդդեմ այդ կուսակցությունների ազգը պետք է մարդու գործերից ճանաչի, ովքեր են, ինչ են արել, որտեղից են եկել, ինչ են արել ու ուր են գնում կամ ուր են տանում այս ազգին, ուր են տանում մեզ։ Եթե մեր արմատը կտրում են, մեր ինքնությունը, մեր, չգիտեմ, պատմությունը։ Գիտեք, ես մի անգամ ԱԱԾ-ի պատվալում ես միշտ սիրում էի նստել, գրել, մտքերս շարադրել։ Մի բան գրեցի, որ եթե նոր Հայաստանը, ինչպես իրանք են կոչում, չէ՞, նոր Հայաստան, եթե նոր Հայաստանը ինձ պիտի կտրի իմ արմատներից, ես չեմ ուզում այդ Հայաստանը։ Եթե նոր Հայաստանը պիտի ինձ համոզի, որ ես Վանում չունեմ տուն, իմ պապերս Վանից չեն եկել, եթե նոր Հայաստանը պիտի ասի ցեղասպանություն չի ելել, եթե նոր Հայաստանը 5 տարի առաջ, 6 տարի առաջ կոտորեց ու սպանեց իմ ընկերներին, իմ եղբորս որդուն, ես չեմ ուզում այդ Հայաստանը։ Ես ուզում եմ Արարատյան թագավորությունը։ Ես չեմ ուզում այն Հայաստանը, որտեղ կա լաց, որտեղ կա սուկ, որտեղ կա թշնամություն իրար դեմ, հայրը որդու դեմ, որդին, չգիտեմ, մոր դեմ, աղջիկը քուրը քրոջ դեմ։ Փաշինյանն դա ասում, պարոն Գասպարյան, ասում է չընտրեք պատերազմ է լինելու։ Ես այդ ինքը խափում է, ինքը, գիտեք, ինքը եկավ պատերազմ բերեց։ Մի քանի պատերազմներ,
Միջև այդ չկար պատերազմներ, այն սահմանային միջադեպեր էր։ Ինքը բերեց պատերազմ։ Ինքը հիշեք 18 թվականին ես այդ ժամանակ Գերմանիայում էի, հետևում էի գործընթացներին, ինքը ասում էր, եթե Հայաստանում ես չլինեմ վարչապետ Հայաստանը չի ունենալու։ Հիմա էլ ասում է, եթե ես չլինեմ, պատերազմ չի լինելու։ Այսինքն այն մարդկանց մի մասա կա, որը որ վախենում է, այս խոսույթն էլ դրել են իրանք, ու ովքեր են, հենց այդ փախածները, ովքեր չեն տեսել պատերազմ, ովքեր չեն տեսել արյուն, մի այսպիսի բան են ասում, ում երեխայի արյան հաշվին եք ուզում խոսքի Արցախի հետ Ընդ որում ասում են ԿՊԱ-ականները։ Այո, ում երեխայի արյան գնով։ Ես ուղիղ ուզում եմ այդ հարցին պատասխանեմ։ Իմ երեխայի։ Դուք չեք եղել, մենք ենք եղել։ Մենք ենք լինելու, մենք կանք։ Իրանք չեն եղել ոչ մի տեղ, չեն եղել այն ժամանակ։ Հիմա ձեզ կմեղադրեն այն բանում, որ դուք պատերազմ եք ցանկանում կամ պատերազմի մեջ եք։ Ես այդ խոսույթին եմ պատասխանում։ Ոչ թե պատերազմ եմ, ամենաշատը ես չեմ ուզում պատերազմ։ Ամենաշատ ու ցավալի կորուստը ես եմ ունեցել։ 90-ականներից սկսած բազմաթիվ ընկերներ, հարազատներ, բարեկամներ ու ես 44-ամյա եղբայր ու եղբոր որդի։ Գումարած էլի ընկերներ 44-օրյային։ Ամենաշատը պատերազմ չի ուզում, պատերազմ տեսածը։ Ամենաշատը ես չեմ ուզում, երբ որ այն երիտասարդի աչքերի մեջ նայում էիր վիրավոր, ինքը այդ աչքերով կյանք էր աղերսում քեզնից, բայց դու չէիր կարող օգնել։ Ես չեմ ուզում։ Բայց այդ խոսույթը, երբ որ մարդկանց մեջ գցում են ում արյան հաշվին, ում երեխայի, այդ ասողին ասում եմ, քո երեխայի չէ։ Դու չես եղել, քո հերդ չի եղել, քո երեխան չի եղել, մենք ենք եղել։ Մենք ենք Արցախը ազատագրել։ Մենք ենք կառուցել պետություն։ Ու պատրաստ ենք նորից կառուցելու պետություն, հզոր պետություն, որտեղ չի լինի այս ատելությունը։ Այսինքն ամեն ինչ կորած չի։ Չկորած չի։ Հիմա ամսի 7-ին այս մեր ժողովրդից է կախված ինչ է անելու։ Մարդիկ շատ գնան ընտրատահամասեր։ Այո, շատ մարդիկ կան, ասում են, դե մեզ պետք չի։ Մեկը ամեն ինչ որոշված է, չէ, այդպես չի։ Ես ուզում եմ նորից անցած անգամ մի քանի օր առաջ միտեղ խոսել եմ այդ մասին, հիմա նորից ուզում եմ ասեմ, օրինակը հիշեցնեմ մարդկանց 2007 թվականին ամբողջ հանրապետական կուսակցությունը իրանց ամբողջ ուժային կառույցներով պայքարում էին մեր դեմ, մեծամասնական ընտրակարգով եղբայրս թեկնածություն էր դրել, մենք հաղթեցինք, որովհետև ժողովուրդը դուրս եկան ընտրության։ Մենք հաղթեցինք հարստությանը, մենք հաղթեցինք պետությանը, պետական համակարգին, ոչ թե պետությանը, որ պայքարում էին մեր դեմ։ Այսօր ժողովուրդը եթե ոտքի կանգնի ու գնա ընտրա տեղամաս, Քամրանը ոչ մի շանս չունի անցնելու։ Այդ իր քարոզչությունը, որ Ադրբեջանից թե հայերեն, թե ռուսերեն, թե ադրբեջաներեն քարոզչություն անում, ասում է գնացեք ընտրեք Խոսքին Նիկոլ Փաշինյանին, նրանք շանս չեն ունենա։ Միայն Թուրքիայից ու Ադրբեջանից չի այդ աջակցությունը։ Եվրոպական միության լիդերները եկան Հայաստան մայիսի 4-ից 5-ը, այսօր էլ ԱՄՆ պետքարտուղար Այկա ջան, ես բավականին ժամանակ ապրել եմ Գերմանիայում։ Գերմանացիք անգամ խոսում էին այն մասին, թե ինչքան գումարով Ալիևը, ինչքան դեպուտատ է գնել Բունդեսթագում։ Այս սկանդալները այսօր էլ բացահայտվում են։ Այո, բոլորը վաճառը Եվրոպա, ինչ Եվրոպայի մասին է խոսքը։ Ես բավականին ժամանակ ապրել եմ Եվրոպայում եւ գիտեմ թե ինչա կատարվում նաեւ Եվրոպայում։ Այսինքն ամբողջ Գերմանիան թուրքացած է։ Ես դա անգամ գերմանացիքի հետ զրուցելիս ասում եմ դուք ինչի մեզանից ներողություն չեք խնդրում, որովհետեւ ցեղասպանության ժամանակ դուք ձեր ինստրուկտորներով, ձեր հրանոթներով օգնեցիք թուրքերին, որպեսզի կոտորեն Հայաստանին։ Հայ ազգի ցեղասպանության մեջ դուք մեղավոր եք ու իրանք ընդունում են այդ փաստը։ Գումարով գնել են, այսօր աշխարհում խոսում է գումարը։ Մտի, գնիր, նա քո օգտին կքվեարկի։ Ինչպես այսօր կատարվում է Հայաստանում։ Եթե մարդը ինքը իր հոգին վաճառում է սատանային, հոգին վաճառում է գումարին, նա չի մտածում իր վաղվա օրվա մասին, իր սերունդների մասին։ Ինչ է նշանակում խոսքի 50,000 դրամ վերցնեմ ու գնամ, չգիտեմ, չեմ էլ ճանաչում ինչ-որ մեկի գնամ ընտրեմ։ Ծառը պտուղից է երևում։ Քննեցեք մարդկանց գործերը, ովքեր են, ինչ են արել հայրենիքի համար ու ինչ կարան անեն ու ինչի են ընդունակ անելու։ Հանուն ազգի, հանուն հայրենիքի կյանք տվող մարդիկ կան, ովքեր պատրաստ են թե քաղաքականության մեջ,
թե պատերազմի դաշտում, թե կյանքում իրանց կյանքը դնելու հանուն հայրենիքից զարգացման, հանուն մատաղ սերունդի, ինչա այսօր անգամ մենք այնտեղ սահմանափակ վիճակում տեսնում էինք, լսում էինք, որ ամբողջ Հայաստանում հեղեղված է թմրանյութը։ Դբրոցներ ան մտե արդեն։ Լավ նուժել է այս ծնողները, այս տատիկ պապիկները, հայրիկ մայրիկները չեն հասկանում, որ իրանց որդիները վաղը դառնալու են կամ համասարամոլ կամ թմրամոլ։ Այսօր է այդ վիճակը, ոչ թե ինչ որ ես ինչ վերցնես ու գնաս պատերազմ անես կամ մյուսը, ոչ, վաղը ամսի 7-ին կարա հայ ժողովուրդը, եզդի ժողովուրդը, ասորի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիք, ովքեր այս հողի համար կյանք են դրել, ամսի 7-ին կարան փոխեն ամեն ինչ։ Իրանց տեղամաս գնալով կարող են փոխել ամեն ինչ։ Պարոն Գասպարյան, մենք խոսեցինք Արցախյան ազատագրական ու պաշտպանական պատերազմներին մասնակցած մեր հերոսների մասին, Ալիևը վերջերս անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նրանց ֆաշիստներ անվանեց եւ նրանց ռազմական հանցագործներ անվանեց։ Ոչ միայն նրանց, մեզ էլ։ Ոչ միայն Այսինքն դա ուղերձեր բոլոր Այո, հայերին, Ալիևը ովքեր արդեն մի քանի տարի ունի այդ խոսույթը, որ ռազմական հանցագործները պիտի պատասխան տան։ Այս վերջում եվրոպացիք, որ եկել էին ստե Գագաթա ժողովին, ինքը նորից խոսեց ռազմական հանցագործների մասին, այսինքն ովքեր են այդ ռազմական հանցագործները։ Ձեր պաշտպանները, ովքեր որ պաշտպանել են ձեզ, ովքեր որ պաշտպանել են, ինչպես լուսահոգի եղբայրս էր ասում, հայ ազգի նամուս թասիբը, այս պաշտպանների մասին է խոսքը։ Եվ նրանց մասին է խոսքը, ովքեր ծառայել են զինվորական ծառայություն Արցախում։ Այս ամբողջը իր համար ռազմական հանցագործներ են։ Տեսեք, այն ժամանակով գնում էր Արցախ, Ալիևը գրում էր սև ցուցակի մեջ, որ ռոզիսկ էր տալիս, չէ՞։ միջազգային Այո։ հյուրից, այո։ Հիմա ովքեր ծառայել են, ես իմ կոչս, թե զինվորականներին, թե, չգիտեմ, ԱԱՑ-ի աշխատողներին, թե ՄՎԴ-ի համակարգի աշխատողներին, շատերը ծառայել են Արցախում։ Նրանք պիտի հասկանան, որ իրանց տունն է, դուռնել են թակելու։ Ապահովագրված չեն լինելու։ Ոչ ոք, ես ընդեղից, ես չգիտեմ, ձեր կայքն է տեղադրել, ես մեկուսարանից մի գրություն էի ուղարկել։ Գալիս է ձեր հերթը, դուք հերթի մեջ եք։ Բոլորը հերթի մեջ են։ Եթե այսպես շարունակվի, բոլոր ազգս հերթի մեջ է, թե դատվելու, թե գնդակահարվելու, թե Ադրբեջան հանձնվելու։ Բոլորը հերթի մեջ են։ Ասենք ով կպատկերացներ խոսքի 2 օր առաջ այն ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանին կտանեն ազգի դավաճան, ով կպատկերացներ, որ այն մեկին Սրբազանին կբռնեն, կասեն տերորիստ է, կամ Միքայել Սրբազանին կասեն վայ դու ես ասեցիր։ Ով կպատկերացներ։ Բոլորդ հերթի մեջ եք, դու հերթի մեջ ես։ Մի օր ձեր այս հարցազրույցը դուրների չի գա, կասեն վայ դու ազգի դավաճան ես։ Բոլորս։ Դրա համար այն մարդիկ չկա Հայաստանում ապահովագրված մարդ չկա, օրենք չի գործում։ Դրա համար այսօր մեր հարգարժան Լևոն Բաղդասարյանը, որ միշտ ասում է օրենքի դիկտատուրա պետք լինի Հայաստանում, որ մեկը չկանգնի ասա, գիտեք ինչ, Արարատը մեզի պետք չի, Արցախը մերը չի, վաղ կասա Շիրակը մերը չի, Սյունիքը մերը չի, Արմավիրը մերը չի։ Արագածի մակետն են իդեպ Հանրապետության հրապարակում կանգնեցրել։ Գիտեմ, սա ինչ է, ես Արևմտյան Հայաստանից եմ, իմ պապերս Վանից են գաղթել, մեր սերունդը, մեր պապերի հետ զրուցել ենք, ու այդ ամեն ինչը գիտենք, ով կարա իմ մչից հանի Արարատը խոսքի, ով կարա Վանը հանի։ Կասեն ինչու եք հարևանների նկատմամբ տարածքային։ Նրանք հարևաններ չեն, ով ասեց, որ հարևաններ են, ես չեմ ճանաչում այդպիսի պետություն, սա իմ տունն է, իմ հողն է, ինչ հարևանի մասին է խոսքը։ Գիտեք, ես վերջերս լսեցի, որ արդեն խոսույթ է, ինչպես է, այն ժամանակ, որ խոսվում էր դե Շուշին դժբախտ դժգույն քաղաք էր, եւ այնտեղ 90% ադրբեջանցիք են ապրել, երբեք չի եղել հայկական։ Հիմա խոսվում է 1045 թվականից հայկական պետություն չի եղել, եղել են տարբեր պետություններ, տարբեր ազգեր են ապրել,
Հիմա արդեն այդ խոսույթի Դե տակին Նիկոլ չենք Փաշինյանը տեսնում։ հայտարարում է, որ Հայաստանում հայերը երբեք թվապես Նայեք, ասում եմ մինչև առավելագույնը չեն 1918 թվականը չի եղել, տարբեր ազգեր են եղել, տարբեր պետություններ են ստեղ եղել, բայց մի հատ հետ նայենք, Այսինքն Բագրատունիների վերախմբագրում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի Այո, պատմությունը։ դա Ալիևն ասում չէ, դուք քոշվոր եք, դուք եկել եք, սա Ադրբեջանն է։ Այսինքն դա էլ է Ալիևի խոսքի մեջ Միանշանակ, տեղավորվում։ ինչի մասն է խոսքը։ Ես մի քիչ առաջ ասացի, որ Ալիևի ցանկացած պահանջ կարաք մի պահանջ ասեք, որ չի կատարվել Հայաստանում։ Ինչ պահանջներ ա ունեցել Հայաստանը, ոչ մի։ Պարոն Գասպարյան, Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով անկլավների թեմային, հատկապես այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ, որ Տիգրանաշենը Google-ի քարտեզով ցույց է տրվում որպես ադրբեջանական եւ Քարքի անվանումով կամ Քրքի կամ Քյարքի տարբեր ձևեր են արտաբերում, ասաց, որ անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, հա, փաստացի ադրբեջանական այսպես կոչված տարածքներ կան Հայաստանում եւ այլն եւ այլն։ Ինչ տեղի կունենա, եթե հանկարծ Աստված մի արարցե Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը եւս կյանքի կոչվի։ Ինչ իրավիճակում է հայտնվելու Արդեն Հայաստանը։ կյանքի կոչվել է, սրանից մի քանի տարի առաջ, երբ որ մենք գնում էինք մեր ջոկատը, երբ որ իշխանասարում էր, կամ ասենք ջերմուկում, մենք գնում գալիս էինք ու տեսնում էինք այդ ճանապարհը, երբ որ Տիգրանաշեն ես հասնում, միջև այդտեղ ասֆալտը կար, որոշակի տարածք, որը որ պետք է հանձնեն Ադրբեջանին, այդ տարածքը ասֆալտ արված չէր ու նորից սկսվում էր այն ժամանակվանից դեռ դա կար։ Գիտեք, հիմա այն էֆորիայի մեջ ընկած ժողովրդի մոտ, ովքեր որ ասում են խոսքի իմ տնից երկու զոհ ունեմ, բայց շնորհակալ եմ քեզանից բան։ Դուք հավատում եք, որ իսկապես զոհ ունեցողներ Այս մարդիկ հիմա ուրիշ բան եմ ասում։ Այս մարդկանց մոտ ինքը տեսախցիկների առաջ այդ խոսույթը ասում է, ինքը այդ վարկածներն ասում է, որ վաղը, երբ որ ժողովուրդը դեմ դուրս կան ասեն, գիտես ինչ ես անում, կասա ես ձեզ ասեցի, դուք ինձ ընտրեցիք։ Քարտեզը ոչ մի բան նշмарված չի, չէ՞։ Քարտեզը բաժանում է, ինչի համար է այս քարտեզը։ 21 թվականին ուրիշ քարտեզ էր լրիվ։ Հպարտ քաղաքացու անձնագիր ու Արցախով մեծ Հայաստանի 21 թվականին խոստանում էր ծրագրում Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Այս քարտեզի վրա ոչինչ չկա նշмарված։ Այս քարտեզները բաժանելուց հետո վաղը երբ որ կհանձնի տարածքներ, կասա ես այդ քարտեզը տվի դուք ընդունեցիք սիրով։ Անկամ հերթ էիք կային այդ քարտեզի համար։ Հիմա եկել է ժամանակը, որ այդ քարտեզի գծագիրը գծենք։ Դուք եք համաձայնություն տվել։ Ոնց որ բանից առաջ, պատերազմից հետո, որ ասեց, եթե ես մեղավոր եմ, ինձ ընտրողներն են մեղավոր, ժողովուրդն անձից են տվել։ Կամ եթե ինձնից դժգոհ եք, հեղափոխություն արեք, իշխանապողություն։ Դրանք հեքիաթներ են, որ միշտ ասվել է Հայաստանում ոչ մի անգամ, գիտեք, շատ անգամներ եղել է ժողովուրդը, որ ըմբոստացել են, թե 96 թվականին Վազգեն Մանուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այն ժամանակ էլ զորք դուրս եկավ ժողովրդի դեմ, թե դրանից հետո միշտ անգամներ հետ ընտրական թողուբոյի ժամանակ միշտ էլ պետության գլուխը ճնշել է ժողովուրդը։ Դե պետության բնույթը բովանդակությունը հենց այդպեսին է։ Բովանդակությունը, գիտեք, եթե բովանդակությունից խոսանք, այսինքն մարդիկ պետք է գնան արդար ընտրությունների, այսօր արդեն չկա այդ արդարությունը, այսօր չկա, տեսեք, անցած անգամ ես միտեղ ասում էի, որ մարդիկ ունեն զենքեր, պետությունը ունի իր ձեռ լծակներ, մարդկանց գլխին գործ կարել ու բանտարկել, սա իր զենքն է, այսինքն այս անհավասար պայքարը արդեն կա։ Եթե մի բան են չես խոսում իշխանության սրտով, դու կալանավորվում ես, այս մարդիկ էլ ունեն հնարավորություն շրջում են ամբողջ Հայաստանով մեկ, մեծ գումարներ են ծախսում, իսկ կան ուժեր, ովքեր չունեն այդ հնարավորությունը, այսպես բարի մարդկանց հետ նստում զրուցում են, արդեն անհավասար պայման է, եւ բոլոր ժամանակներում, բոլոր ընտրություններում եղել է կեղծիքներ, բացի 90 թե 91 թվականին, որ ամբողջ Հայաստանը ձայն տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին 90 թե 91 թ. Դրանից հետո բոլոր ընտրությունները կեղծվել է եւ հիշում եք Սերժ Սարգսյանը, որ ասում էր իշքան ուզեմ այնքան կխփեմ։ Պարոն Գասպարյան, այնուամենայնիվ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, դուք էլ նշեցիք ճակատագրական են։ Հանրության մոտ տրամադրությունների փոփոխություններ նկատում եք։ Այո։ Արթնացում կա։ 21 թվականի համեմատ հիմա բավականին շատ ժողովուրդ արդեն հիասթափված է իշխանություններից,
իրենց 21 թվականի ծրագրերը, որ բոլորը սուտ էր, կեղծիք էր, ոչ մի ծրագրային դրույթ չի իրականացել, Այլ արվելա հակառակը։ ամբողջովին հակառակն արվեց, թե սկսած Արցախի հարցից, սկսած բոլոր ոլորտներում արվելա ճիշտ հակառակը։ Ճիշտ հակառակն արվել ու շատ մարդիկ հիասթափվել են, շատերը։ Տեսեք, թե անցած անգամ 680,000 ձայներ տարը, չէ՞։ Այն ժամանակ մի քիչ ժողովրդին խաբելով, որ տեսեք, այս կանենք Արցախի հարցը կլուծվի Շուշի, այնտեղ Հադրութ ու հանգարց եկավ ասավ մի պահ, որ ես զարմացա ուղղակի մեր ժողովուրդը այս անգամ Մակրոնին է ձև որ ընդունեց, Մակրոնի ու Միշելի առաջնորդությամբ գնացին եւ Պրագայում ստորագրեցին, որ Արցախը, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ու այդ նույն Մակրոնին ծափահարություններով ընդունում էին, ել չէին հիշում մեր ժողովրդի, գիտեք ինչ։ Դե դրանք հատուկ են մարդիկ էին, որոնք ֆիլտրված ձևով էին այնպիսի մոտենում։ տպավորություն է, որ մեր ժողովուրդը իր հիշողությունը, այն գենետիկական հիշողությունը կորցրել է, կդրել են, արդեն մաքրել են, թե ինչ են կերակրում, ինչ են։ Նայեք, ես ընդամենը մարդ, որը որ 90-ական թվականներից պայքարել ենք հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, կորցրել ենք, մենք մեր կյանքը չենք ապրել, մենք ապրել ենք հանուն հայրենիքի, հանուն կորցրել ենք, զոհեր ենք տվել, ամեն ինչ արել ենք, ու այսօր որոշել եմ մասնակցեմ այս ընտրություններին, որպեսզի նորից իմ պայքարը տանեմ առաջ, նորից հայրենիքի համար։ Կգտնվեն ոմանք, որ կասեն լսրանն այա, լսրան, էլ չեն ասի, որ այս մարդը կյանք է դրել, չէ՞։ Այսինքն չեն կարում գնահատական տան մարդու էությանը, գնահատական տան, հայտնվում են մարդիկ, որ այս իշխանության մեջ աշխատել են, այս իշխանության հետ ճանապարհ են անցել, իրանք մեղավոր են, խոսքի Արցախի կորստի կամ շատ բաների համար, ու այսօր գալստուկավորված ճարտար խոսալով եկել են, արդեն չեն աշխատում, վсё, ընդդիմություն ենք, եկել են պայքարելու, բա պայքարեիք են ժամանակ, ովքեր եք եղել դուք, ինչ եք արել հանուն հայրենիքի։ Ընդհանրապես ծիրանի ծառը կողքներս, մենք գիտենք, որ պտուղը ծիրան է, այս ծառին ճանաչում ենք։ Ինչ պտուղ են տվել այդ մարդիկ։ Տեր Հիսուսը պտուղ տվեց, չէ՞, ասում էր, ինչ չեք հավատում, իմ գործերին հավատացեք։ Ես եկա գերիներին ազատություն տալու, կույրերին աչք, չգիտեմ, կաղերին ոտք։ Մենք տվել ենք էդի, մեր կյանքով ենք տվել։ Ովքեր եք դուք այսօր ճարտարախոսությամբ մի կարմիր գալստուկ կամ չգիտեմ կապուտ գալստուկով եկել եք հայրենիք փրկելու, բա փրկեիք, դուք այս իշխանության մեջ էիք, կամ 10 տարի նախագահ եք եղել խոսքի հերթականությամբ, այն ժամանակ անեիք, չթողեիք մեր սերունդներին, ինչի համար թող, ես ուզում եմ այսօր ամեն ինչը վերջանա, մենք կարողանանք ունենանք հզոր հայրենիք, հզոր պետություն, հզոր բանակ, թե տնտեսապես, թե ռազմականացված, որ չհասնի իմ թորներին այս նվաստացումը, որ մեր սերունդները կարողանան այս հայրենիքում գլուխները բարձր պահեն։ Ես ուզում եմ, որ մեզանով վերջանա, ոչ թե այսօր իշխանության մեջ եմ, իմ համար լավ է, տեղս տաք է, փորս կուշտ է, վաղը ինձ հանում են գործից, ընդդիմություն եմ դառնում։ Այսօրվա քաղաքական ուժերի կեսը այդպես են բանում, որ ուզում են մասնակցեն ընտրությունների։ Ովքեր են դրանք։ Դուզը խոսանք։ Պարոն Գասպարյան, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, որ եկաք հիշեցիք, չեք մոռանում, մեր կարգախոսը նվիրյալները չեն դավանափոխվում։ Դուք այդ տեսակն եք։ Շնորհակալ եմ։